Գիտեք, երբ որ ստեղծում եք կլանային համակարգ, կապ չունի դա աշխարհիկ թե հոգևոր իշխանությունը, այդ կլանային համակարգում լեգիտիմությունը ծնվում է ոչ թե հասարակությունից կամ իրենց ընտրողներից, այլ այդ լեգիտիմությունը ծնվում է կլանից, այսինքն դու լեգիտիմ ես կլանի ներսում, նշանակում է դու լեգիտիմ ես, բայց քանի որ իհարկե մենք այստեղ չի կարող խոսք գնալ հանրային լայն զանգվածների աջակցության մասին, քանի որ մենք տեսանք, որ այս ամբողջ ընթացքում տեղ ունեցան ձերբակալություններ բարձրաստիճան նույնիսկ հոգևորականների, մեր հանրությունը ըստ էության որևէ արձագանք չտվեց եւ հետեւաբար Գարեգին Բ-ի լեգիտիմությունը հիմնված է այն կլանի վրա, որը ինքը ստեղծել է եւ այսօր ուրեմն այն բարձրաստիճան հոգևորականները, որոնց վրա ժամանակին միգուցե հենվել է Գարեգին Բ-ն կամ այն բարձրաստիճան հոգևորականները, որոնք այս տարիների ընթացքում լռել են, միգուցե սպասելով անհրաժեշտ պահի, որպեսզի գործողությունների դիմեն, դա էլ է ուրեմն դա էլ է ձև պայքարի, այսօր այդ մարդիկ ուրեմն արդեն սկսել են խոսել եւ արդեն սկսել են խոսել իրենց դեմքով, եւ սա նշանակում է, որ այդ համակարգի ներսում արդեն Գարեգին Բ-ն լեգիտիմ չի եւ գնալով այդ լեգիտիմության պաշարը նվազում է։